Նոյեմբերին կայացած ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը բազմաթիվ նվիրյալ մանկավարժների համար դարձավ հաջողության նոր փուլ։ Ատեստավորումը ոչ միայն վկայում է նրանց մասնագիտական կարողությունների մասին, այլև նպաստում է աշխատավարձների բարձրացմանը, արժևորելով մանկավարժի դերն ու աշխատանքը։ Կապանցի միս Էլզան եւ միս Սիրանուշը ոգևորող փորձությունը հաջողությամբ հաղթահարածներից են։ Կան մի քանի հստակ կետեր, որի համար կարելի է մասնակցել ատեստավորմանը։ Ինձ համար նախ եւ առաջ ցանկանալ տեսնել, ստուգել իմ գիտելիքները, եւս մեկ անգամ համոզվել, որ տարիների ընթացքում ձեռք բերված այն հմտությունները համապատասխանում են, եւ նաեւ ինչպես այլ ուսուցիչների, այնպես նաեւ ինձ համար աշխատավարձի բարձրացումն է, իսկ ֆինանսապես կայունություն նշանակում է չմտածել այլ խնդիրների մասին, այլ կենտրոնանալ հենց ուսումնական գործընթացի վրա։ Անկախ այս տարվա ցուցաբերած արդյունքներից ուսուցիչները չեն պատրաստվում կանգ առնել, ժամանակն է թելադրում անվերջ կատարելագործում, կրկին են մասնակցելու։ Նախկինում ուսուցիչը եղել է գիտելիքի աղբյուր, իսկ հիմա, քանի որ համացանցը, տեղեկատվական տեխնոլոգիաները մի քիչ ավելի շատացել են, հիմա ուսուցիչը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, նաև ուղղորդող է, ուսուցիչը ինքն էլ պետք է դրանց տիրապետի եւ կարողանա ներկայացնել, որտեղից օգտվել, որն է ճիշտ աղբյուրը։ Ես միշտ ուզում եմ փորձել իմ գիտելիքը ստուգել եւ թերությունների դեպքում իհարկե աշխատել ու կատարելագործվել, որովհետեւ մենք աշխատում ենք երեխաների հետ, իսկ լեզուն շատ ճկուն է, լեզուն անընդհատ փոփոխվում է, չես կարող 10 տարի առաջվա ձեռք բերած գիտելիքով սահմանափակվել ու փոխանցել դա հիմա ներկայիս սերունդներին, նոր բառեր են ծնվում ամեն օր, այնպես որ պետք է աշխատել միշտ քեզ վրա, որպեսզի կարողանաս լավ որակյալ գիտելիք փոխանցել։ Ժամանակի թելադրանքով նաև ուսուցչի մոտեցումն է փոխվում։ Այսօր երեխաների ուշադրությունը գրավելու համար ավելի շատ ջանք ու նորարարական մեթոդներ են հարկավոր։ Մեր դասերը միշտ խաղ, երգ, պար, ինչու ոչ, պար, այո, մենք պարումել ենք, սովորումել ենք, երգումել ենք, նվագումել ենք դասերի ժամին, որպեսզի երեխաներին հետաքրքրենք։ Եթե երեխան փոքր տարիքից սիրեց առարկան, սիրեց ուսուցչին իհարկե, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման գլխավոր նպատակներից է մասնագիտական աճը, մրցունակ աշխատավարձը եւ արդար գնահատման հնարավորությունը։ Ուսուցչի աշխատանքը դարձնել առավել մրցունակ եւ գրավիչ, հատկապես երիտասարդ մասնագետների համար։ Մենք գիտենք, որ ուսուցչի աշխատանքը միայն դպրոցով չի սահմանափակվում։ Ուսուցիչը նաև տանն է աշխատում մինչև գիշերվա 12-ը, թե տետր ստուգելով, թե հարցերին պատասխանելով, զանգերին, գրավորներ կազմելով, պատրաստվելով հաջորդ դասին, այսինքն աշխատանքը շատ ծավալուն էր, բայց դրա համար փոխհատուցումը շատ քիչ։ Իսկ հիմա իհարկե դա նոր հնարավորություն է մեր երիտասարդների համար, որ նաև այս մասնագիտությունը ձեռք բերելու մասին մտածեն։ Ընդհանուր առմամբ 2025-ի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները գոհացուցիչ են։ Մասնակցության համար դիմաց շուրջ 8500 հոգուց ներկայացել է 7276-ը, որոնցից նախնական տվյալներով 4851-ը հաջողությամբ հաղթահարել է 60-ից 100% անցողիկ շեմը։ Անի Գրիգորյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։